Դուք կառավարում եք ավելի քան 5 միլիոն հայաստանցու կենսաթոշակային ակտիվները։ Ֆոնդի նպատակը ապահովել բարեկեցիկ կենսաթոշակով։ Միջին տարեկան եկամտաբերությունը կենսաթոշակային ֆոնդերի շատ ավելի բարձր է։ Օրինակ, ինչքան թոշակ իրենք կարող են ստանալ, ոնց կարելի է հաշվել։ Մեր կենսաթոշակը մեր վերջին աշխատավարձի որ մասն է կազմելու։ 3 տարբեր ֆոնդեր։ Այդ ֆոնդերի մեջ ինչպես ընտրություն կատարել։ Ինչքան երիտասարդ ավելի բարձր ռիսկային եկամտաբերությունը որոշ դեպքերում առաջին տեղում չի։ Կարող եմ ասել, որ շատ բան են տեսել մեր ֆոնդերը, եթե շոկերի մասին խոսենք, ցնցումների։ Հայաստանից դուրս որ շուկաներն է, որ պոտենցիալ եք տեսնում։ Տեխնոլոգիական ոլորտը գերարժևորված է։ Ինչ նշաններ եք դուք տեսնում, որ այդ կանխատեսումը անում եք։ Աշխարհաքաղաքականությունը եւս նշեցիք, որ գործոն է։ Նման իրավիճակներում կարան ակտիվներ լինեն, որ բավականին մեծ կորուստների բերեն։ Արդյոք դոլարի գինը Հայաստանում հիմնավորված է, հիմնավորված չի։ Պետք չի կենտրոնանալ կարճաժամկետ արդյունքների վրա, պետք է նայել ավելի երկար ժամանակահատվածում։ Ինչքանով է իրավիճակը այսպես սահմանային, կրիտիկական։ Առավել քան երբևէ պետք է դիվերսիֆիկացնել ներդրումները։ Ողջույն, դուք դիտում կամ լսում եք Fincast-ը, How to be ոդկասթը ֆինանսների, ներդրումների եւ այն մասին, թե ինչու փողը չարժե դնել բարձի տակ։ Ինչպես է ձևավորվում մեր ապագա կենսաթոշակը, ինչպես է այն ավելանում ներդրումների շնորհիվ եւ ինչքան կարող է կազմել, եւ ինչպես կառավարել ներդրումները աշխարհաքաղաքական եւ տեխնոլոգիական փոփոխությունների այս քաոսում։ Այս թեմաների մասին զրուցելու համար հյուրընկալել եմ Amundi Agba կենսաթոշակային ֆոնդի գլխավոր ներդրումային տնօրեն Հրայր Ասլանյանին։ Բաժանորդագրվեք How to be ալիքին, գնացինք։ Հրայր ջան, բարի գալուստ Fincast։ Դուք կառավարում եք ավելի քան 5 միլիոն հայաստանցու կենսաթոշակային ակտիվները, բայց հետաքրքիր է որն է եղել ձեր առաջին ներդրումը։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն հրավերի համար։ Այո, ճիշտ է, կես պահի դրությամբ փետրվարի վերջով մենք կառավարում ենք 562,000 կենսաթոշակային հաշիվներ։ Առաջին ներդրումը դա հիշում եմ 2014 թվականի մարտի 11-ն էր, երբ առաջի մուտքը ունեցանք կենսաթոշակային ֆոնդերում եւ առաջի գործիքը, որ կիրառեցինք, դա ժամկետային ավանդն էր հայկական բանկերում։ Դե դրան կարճ ժամանակ անց արդեն հաջորդեց դիվերսիֆիկացիան Հայաստանից դուրս եւ ոչ միայն Հայաստանի ներսում, այլ Հայաստանից դուրս, բայց առաջի գործիքը հիշում եմ, որ ավանդի գործիքներ էս նույնիսկ հիշում եմ միջև տենց կեսգիշեր մեր թիմակիցներով մնացել էինք, որպես այդ ավանդը որոշակի սպეციფიկ գործիք էր, որպես ինտեգրենք մեր Amundi համակարգերում, որից հետո ինքը ավտոմատ պետք է հաշվառվեր։ Այդ առաջի օրը տենց բավականին տենց ժամանակատար էր, քանի որ հենց առաջի գործարքն էր, շատ լավ հիշում եմ այդ օրը, դե որից հետո արդեն մուտքերը շարունակական սկսեցին գալ, արդեն պետական պարտատոմսեր, Հայաստանից դուրս ներդրումները, դիվերսիֆիկացիաներ եւ process-ը սկսեց։ Այսինքն դուք էլ սկսել եք ինչպես յուրաքանչյուր հասարակ հայ ներդրող, ավանդից։ Դե եթե կհիշեք 14 թվականին շատ այլընտրանքներ էլ չունեինք Հայաստանի ներսում, կամ ավանդեր կամ պետական պարտատոմսեր։ 15 թվականից մի տարի անց արդեն շուկան որոշակի ակտիվացավ, բանկերը մասնավորապես սկսեցին պարտատոմսերի թողարկելը։ Իրանց ասում են կորպորատիվ պարտատոմսեր, բայց ֆինանսական ընկերությունների թողարկած եւ աստիճանաբար շուկան ընդլայնվեց ակտիվների դասերի առումով այսօր մի քիչ ավելի շատ շրջանակը շատ ավելի լայն է, քան սկզբում էր 2014 թվականին ունենք կորպորատիվ պարտատոմսեր, ոչ ֆինանսական արդեն ունենք մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ, ունենք դրամական շուկայի գործիքներ, ունենք ասանցիալներ վերջապես վերջի մի քանի տարին, որ ոչ շատ մեծ ծավալով, բայց սկսել ենք կիրառել մեր ներդրումները պաշտպանելու համար, հատկապես դոլարի անկումից պաշտպանելու համար։ Շուկան զարգանում, այո, այս առումով ունենք բավականին լավ դինամիկա։ Այն մարդկանց համար, ովքեր լիարժեք չգիտեն ինչպես է աշխատում կենսաթոշակային ֆոնդերը, կներկայացնեք ինչ է անում ձեր ֆոնդը եւ ինչ է կոնկրետ դուք անում ֆոնդի գործառույթների շրջանակում։ Շատ լավ, ֆոնդի իմաստը որն է, ֆոնդի նպատակը մեր երիտասարդ քաղաքացիներին այսօրվա, երբ որ քաղաքացիները կդառնան կենսաթոշակային տարիք, 63 տարեկան կդառնան, իրենց ապահովել բարեկեցիկ կենսաթոշակով։ Իսկ դրա համար ինչ է պետք, դրա համար պետք է այսօր հատկացում կատարել,
մասնակիցները, հա, աշխատող մեր քաղաքացիները իրենց աշխատավարձի 5%-ի չափով, որը համաֆինանսավորվում է պետության կողմից եւս 5%, այդ 10%-ը արդեն գալիս է կենսաթոշակային ֆոնդեր, կախված թե տվյալ անձը որ ֆոնդն է ընտրել, եւ կառավարվում է։ Եվ այդ կառավարման արդյունքում կառավարել ասելով նկատի ունենք ներդրվում է տարբեր ակտիվներում, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, աշխարհի տարբեր երկրներում, տարբեր արժույթներով, տարբեր աշխարհամասերում, եւ այդ կառավարման արդյունքում ինչ եկամուտ որ ձևավորվում է, դա ավելանում է այդ 5%-ներին, այդ 10%-ին եւ այդ ամեն ինչի արդյունքում ձևավորվում է մեր ապագա կենսաթոշակը։ Օրինակ փետրվարի վերջի դրությամբ 785 միլիարդ դրամ է կազմել մեր 3 կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները եւ կառավարման արդյունքում ձևավորված մասը 28%-ն է եղել կամ 217 միլիարդ դրամ, որը բավականին ու իր մասնաբաժինը այդ 28%-ը մենք տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում ավելի մեծանում է 37 թվականին, երբ որ մենք սկսենք արդեն մասսայական կենսաթոշակները վճարել, ակնկալվում է, որ առնվազն կեսը ակտիվների ձևավորված կլինի եկամտի հաշվին։ Եվ տվյալ հաշվարկի մեջ ինչքան է ինֆլյացիայի կտորը կլինի։ Ինֆլյացիան, եթե պատմական նայում ենք, վերջին, այսինքն այն ժամանակահատվածից, երբ կենսաթոշակային ֆոնդերը սկսել են աշխատել, 3% նույնիսկ ավելի ցածր է եղել, իսկ միջին տարեկան եկամտաբերությունը կենսաթոշակային ֆոնդերի 8-ից բարձր 8.4%, որը շատ ավելի բարձր է, քան իրական եկամտաբերությունը, բավականին բարձր է։ Մենք նույնիսկ հաշվարկ իրականացրեցինք 22 թվականին, քանի որ 22 թվականին կհիշեք, դա այն տարիներ, երբ որ գնաճը բարձր, եկամտաբերությունները բացասական եւ որոշ քաղաքացիների մոտ մտահոգություն կարող էր առաջանալ, որ եթե ստեմպը պահպանվի, ապա միգուցե այդ գնաճը չփոխհատուցի եկամտաբերությունը կենսաթոշակային ֆոնդերի, բայց մեր հաշվարկները, որ տենց շատ խորը իրականացրեցինք եւ նաեւ կիսվեցինք պատկան մարմինների հետ, ցույց էր տալիս, որ հաջորդ 30 տարիների ընթացքում հավանականությունը, որ կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը նվազ կլինի քան գնաճը 0-ին մոտ է։ Հա։ Եկան բավականին ցածր է, այս առումով բավականին ապահով ենք, ու այս հաջորդող տարիները ցույց տվեցին, որ բավականին ագրեսիվ եկամտաբերությունները ֆոնդերի աճում են եւ ավելի տես բուֆեր են ստեղծում գնաճի նկատմամբ։ Այսինքն, եթե պարզ բառերով ասենք, երբ ես 18 տարեկանում սկսում եմ աշխատել, օրինակ կամ ավելի շուտ, իմ բոլոր հատկացումները կենսաթոշակային ֆոնդին մոտավորապես նույն չափով կամ ավելի քիչ պետությունն է ավելացնում եւ վերջում 63 տարեկանում ինչքան գումար որ հավաքվել է, մոտավորապես նույնքան գումար ավելացնում եք դուք այդ ընթացքում կատարած ներդրումների հաշվին, որը մի մասով փոխհատուցում է գնաճը եւ մյուս մասով ապահովում մեզ լրացուցիչ կենսաթոշակ։ Այն բազային սցենարով, որ մենք ունեցել ենք, այնքան պատմական, եթե 10-12 տարվա արդյունքները էքստրապոլացնենք ապագայի վրա, ապա արդյունքները առնվազն կեսը պետքա ձևավորված լինի կառավարման արդյունքում։ Այնքան 50+%, որը կարծում եմ բավականին տպավորիչ ցուցանիշ է եւ այդ ժամանակ արդեն հստակ քաղաքացին կզգա, որ այս ռեֆորմը իր նպատակին հասավ, անևոր հասավ այդ փոխհատուցման այդ գործակցին, որը համարվում է, որ գոնե 50+ պետք է լինի, որպեսզի անձը ունենա արժանապատիվ կենսաթոշակ։ Եթե կներեք, եթե այսօր ենք համեմատում օրինակ միջին կենսաթոշակ, միջին աշխատավարձ, դա ընդամենը 16% է Հայաստանում, իսկ եթե մենք հասնում ենք 50-60, նույնիսկ ավելի բարձր, դա բավականին լավ արդյունք է։ Ավելի բարձ կբացատրեք ինչ տոկոս է դա, ինչ է ցույց տալիս։ Փոխհատուցման գործակիցը բնութագրում է անցման փուլից հետո, օրինակ աշխատող ենք, աշխատավարձ ենք ստանում, պատկերացնենք, որ հաջորդ ամիս արցանք կենսաթոշակի։ Եվ մեր կենսաթոշակը մեր վերջին աշխատավարձի որ մասն է կազմելու։ Ինչքան է ցուցանիշը բարձր, այնքան կյանքի որակի անկում ավելի քիչ տեղի կունենա, հա։ Եթե օրինակ 60
2 տարեկան ենք կամ 63-ին ենք մոտենում, ստանում ենք X, ենթադրենք 500,000 դրամ աշխատավարձ, 50% փոխհատուցման գործակիցը կնշանակի, որ մենք հաջորդ ամիս կենսաթոշակառու դառնալով մեր կենսաթոշակը կկազմի 250,000 դրամ։ Ճիշտ է, կենսաթոշակային տարիքում բնականաբար կան ծախսեր, որոնք այլևս չես իրականացնում, որովհետև էլ վարձու աշխատող չես, այս առումով սա ավելի մեղմում է եւ բավականին լավ արդյունք կունենան մեր կենսաթոշակառուները։ Այդ փոխհատուցման գործակիցը դա է ցույց տալիս։ Մենք ձգտում ենք այդ գործակցի 50% սահմանաչափին։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 50 եւ ավել դա մեծապես կախված է նաեւ մարդիկ ինչքան ժամանակահատվածի համար են խնայում։ Օրինակ ձեր բերած օրինակում 18 տարեկան անձը, եթե միջև 63 տարեկան եթե համակարգում մնա ու եթե ունենանք մոտավորապես նման եկամտաբերություններ, ցուցանիշը միգուցե 70 կամ ավելի տոկոս կկազմի։ Ու նաև շատ է մարդկանց մոտ հետաքրքրությունը մոտավորապես պատկերացնել իրենց եկամուտները հաշվի առնելով, օրինակ ինչքան թոշակ իրենք կարող են ստանալ, ինչ անեն այդ մարդիկ, ոնց կարելի է այդ հաշվել։ Հաշվարկների համար ես խորհուրդ կտամ օգտվել կառավարիչների կայքերում, օրինակ Ամունդիակբան իր կայքում հրապարակած ունի հաշվիչ, որտեղ շատ մուտքային տվյալներ, շատ ընդհանուր, օրինակ տարիք, երբ են միացել համակարգին, աշխատավարձի տարեկան աճը մոտավորապես, կարող են վարժություններ անեն մեր մասնակիցները, հասկանան վերջում ինչ կստացվի։ Հայաստանում ընդունված համակարգում ստացվում է, որ մարդիկ իրենց եկամուտների 10%-ն են հատկացնում, հա, կամ իրենց եկամուտների 10%-ի չափով հատկացվում է ապագա կենսաթոշակին։ Միջազգային պրակտիկան եթե վերցնենք, դա նորմալ սահմանաչափ է։ Միջազգային պրակտիկայում առնվազն 10%, մենք կարող եմ ասել, որ այդ շեմի ոնց որ նվազագույն մակարդակում ենք, սա միայն կենսաթոշակի համար, բայց եթե անձը ունի այլ նպատակներ, նաև միջնաժամկետ, կարճաժամկետ, բնականաբար դրա համար պետք է խնայողության այլ գործիքներ կիրառի։ Ընդհանրապես պետք է սկսել երևի թե նպատակից, անձը ինչ նպատակ ունի եւ ըստ դրա ընտրել գործիքակազմ, եթե նպատակը կենսաթոշակային տարիքում ապահով կենսաթոշակ ունենալն է, այո, ճիշտ տարբերակը մեր կենսաթոշակային ֆոնդերն են։ Եթե անձը ունի այլ միջնաժամկետ նպատակ, օրինակ կանխավճար, ուսման վճար, դրա համար արդեն պետք է օգտագործի այլ գործիքակազմ, բայց այո, այն 10% նվազագույն շեմը սահմանված է նրա համար, որը կօգնի մեզ հասնել այդ փոխհատուցման գործակցին 50%-ին կամ ավելի բարձր, որի մասին խոսում էինք։ Իսկ դուք առաջարկում եք 3 տարբեր ֆոնդեր։ Այդ ֆոնդերի մեջ ինչպես ընտրություն կատարել։ Ու ինչ է կախված այդ ընտրությունից, հա, որովհետև իմ համեմատությամբ բավականին մոտ են իրար եկամտաբերությամբ։ Այո, ճիշտ է, 3 ֆոնդ ենք առաջարկում, ելնելով թե տվյալ ֆոնդի ակտիվների որ մասն է ներդրված բաժնետոմսերի մեջ, ակցիաների մեջ, ըստ դրա էլ որոշվում է ֆոնդի ռիսկայնությունը։ 3 ֆոնդի մեջ որն է ավելի բարձր ռիսկային կամ ավելի ցածր, կայուն եկամտային ֆոնդը դա ամբողջությամբ պարտքային գործիքներ են, ավանդներ, պարտատոմսեր Հայաստանում, Հայաստանից դուրս որևէ բաժնետոմս չունենք, ինքը համարվում ավելի ցածր ռիսկային, եւ ընդհանուր ֆոնդի ակտիվների մեջ երևի 1%-ից քիչ կշիռ ունի։ Ամենամեծը միջին ռիսկայինն է, որի միջոցների միջև 35%-ը պահպանողական ֆոնդի դեպքում կարող է ներդրվել բաժնետոմսերում, եւ ես 3-ի մեջ առավել ռիսկային ֆոնդը հավասարակշռվածն է, որտեղ ակտիվների ֆոնդի միջոցների միջև կեսը կարող են ներդրվել բաժնետոմսերում։ Ինչու են բաժնետոմսերը ավելի ռիսկային, քանի որ ավելի տատանողական են, գիտենք, եւ դրանով էլ պայմանավորված է իր ռիսկային լինելը, բայց այստեղ մի կարևոր հանգամանք, մենք քանի որ խնայում ենք երկար ժամանակահատվածի համար, այստեղ երիտասարդ տարիքում սկսել խնայել ռիսկային ֆոնդերի միջոցով, համեմատաբար ռիսկային ֆոնդերի միջոցով, մինչև հիմա ամեն դեպքում արդարացվել է, որովհետև այդ ֆոնդերը ավելի բարձր եկամտաբերություն են ունեցել, ինչու, քանի որ ֆոնդերը կարողանում են ժամանակ ունեն վերականգնվելու, եթե շուկաները անկում են ունենում, օրինակ 22 թվականին եթե նայենք, ամենաշատ անկում ունեցավ հավասարակշռված առավել ռիսկային ֆոնդը, մեր դեպքում օրինակ 7.7% էր, 7.7-8% անկումը,
Այն ամենացածր ռիսկայինը 3% անկումը, բայց վերականգնվելուց էլ շատ ավելի արագ վերականգնվում է ռիսկային ֆոնդը, որի մեջ բաժնետոմսերը շատ են, որտեղ մենք երկար ժամանակ ունենք մեր արժևում, եւ ֆոնդերը կարողանում են վերականգնվել եւ արդարացված այն ռիսկը, որ մարդիկ այդ 3 ֆոնդերի մեջ վերցնում են։ Ընդհանրապես որ ֆոնդը ընտրել ռիսկային թե ցածր ռիսկային, ինքը շատ գործոններից է պայմանավորված, բայց երևի երկու շատ ընդհանուր կանոն, որպես կանոն ասում են ինչքան երիտասարդ ես, այնքան այդ ժամանակ արժևում ունես մինչև կենսաթոշակային տարիքը, պետք է այդ հնարավորությունից օգտվես, այնպես ֆոնդ ընտրես, որի մեջ բաժնետոմսերը ավելի շատ են, քանի որ որպես կանոն երկար ժամանակահատվածում դա փոխհատուցվում է այդ ռիսկը, բայց ես կուզեի նշել նաև մարդու զգայական դաշտը, եթե մարդ ընտրում է ռիսկային ֆոնդ, բայց ամեն անկումից, այսպես ասած, գիշերը քունը կորցնում է, միգուցե պետք է ավելի ցածր ռիսկային ընտրել։ Մի քիչ անհատական կոմպոնենտ կա այս ամեն ինչի մեջ, բայց որպես շատ պարզ կանոն, որ ասենք, ինչքան երիտասարդ ավելի բարձր ռիսկային, միջին տարիքում միջին եւ արդեն կենսաթոշակի նախաշեմին արդեն ցածր ռիսկային ֆոնդ, ինչու որ պաշտպանենք արդեն տատանումներից, որտեղ բաժնետոմսերը, ինչպես նշեցի, տատանողական են, իսկ մեր խնդիրը կենսաթոշակից առաջ այնպես անել, որ ֆոնդերի արժեքները հնարավորինս քիչ նվազեն, ու դրա համար կայուն եկամտային ֆոնդը օրինակ միգուցե շատ մեր մասնակիցների համար նպատակահարմար կլինի։ Ֆոնդերի այդ սահմանաչափերը ինչի մեջ կարելի է ներդնել, օրենքով է, չէ՞, սահմանվում։ Այո։ Բայց դուք նաև ունեք ձեր ներքին քաղաքականությունը, օրինակ նույն եթե դուք կարող եք ունենալ այսքան տոկոս բաժնետոմսեր, ինչ բաժնետոմսեր ընտրել կամ պարտքային գործիքները ինչ ընտրել։ Կան ինչ-որ սկզբունքներ, որոնց վրա հիմնված է ձեր ներդրումային ռազմավարությունը, ինչ-որ բաներ, որ դուք դրանով առաջնորդվում եք կամ ինչ-որ բաներ, որ դուք երբեք չեք անի։ Այո, ճիշտ է, օրենսդրությամբ կൂട്ടական կենսաթոշակների մասին օրենքով հիմնական սահմանաչափերը ներդրումային սահմանված են, մի քանի տասնյակ սահմանաչափեր եւ բնականաբար նաեւ Ամունդիագբան ունի իր ներքին սահմանաչափերը, որոնք շատ ավելի խիստ են, քան օրենսդրությամբ սահմանված լիմիտներն են եւ որի շրջանակում էլ կառուցվում է արդեն ֆոնդերի կառավարման ռազմավարությունը, երկարաժամկետ, օրինակ 5, 10, 15, 20 մինչև 30 տարվա ռազմավարություններ են մշակվում, ելնելով տարբեր ակտիվների դասերի վերաբերյալ մեր սպասումներից, եկամտաբերությունների, նաև ռիսկայնությունների, եւ դրա արդյունքում էլ ձևավորվում է պորտֆելը, ձևավորվում է strategic asset allocation-ը, ստրատեգիական ակտիվների տեղաբաշխման ռազմավարությունը։ Եվ այդ շրջանակում արդեն տակտիկապես կառավարիչները Ամունդիագբան մասնավորապես որոշում է թե որ ակտիվներում ներդրում անի։ Իհարկե կան սկզբունքներ, որոնք ոչ մի կերպ առաջ չես կարող գնալ, եթե նույնիսկ ֆինանսականները որոշակի թույլ են տալիս ընկերության, դա օրինակ սանկցիաների կամ համապատասխանության սահմանափակումներն են, որ կան, որտեղ վերջին հաշվով դրանք կարող են բերել ֆինանսական կորուստների ընկերությունների համար, կան ոլորտներ, որտեղ բացառված է, որ ընկերությունը ներդրում անի, խաղային ոլորտ, օրինակ, այդպես մի քանի ոլորտներ ունենք, բայց մի հատ հստակ կանոն կա, որ որևէ տեղ ներդրում չենք անում, քանի նախնական վերլուծություն չունենք, բոլոր ներդրումները ծածկույթը վերլուծությունների 100% կազմում, այնքան որևէ ներդրում չկա, որ դուրս է մնում այս շրջանակից, Կան ֆոնդերի կառավարիչների միջև այդ ներդրումները վերլուծությունները չեն ունենում, խորապես ներդրումային որոշում չեն կայացնում, եւ որից հետո հաջորդում է արդեն պարբերաբար այդ վերլուծությունների թարմացումը, որի արդյունքում կառավարիչները շարունակում են որոշում կայացնել պետք է ներդրումը պահել, չպահել, նվազեցնել, ավելացնել։ Ձեր ֆոնդի եկամտաբերությունը միջինում բավականին կայուն է։ Ձեր համար ի՞նչն է առաջնային իրեն այդ կայունությունը պահել, թե օրինակ երբ որ շուկան տալիս է հնարավորություն, առավելագույնը քաղել այդ հնարավորությունից։ Մենք փորձում ենք առավելագույնը քաղել, բայց ռիսկի ընդունելի մակարդակի պայմաններում, Եկան ամեն գնով ներդրում չենք իրականացնում, եթե նույնիսկ օրինակ շուկայում լինում են հնարավորություններ, այսօր էլ կան ներդրումային հնարավորություններ, որոնք շատ ավելի բարձր եկամտաբերություն են առաջարկում։ Նույն եթե պարզ ընկալելի լեզվով ասեմ, օրինակ բանկերի կողմից առաջարկվող
ավանդների տոկոսադրույքները։ Հա, բանկեր կան, որ օրինակ բավականին բարձր են առաջարկում, կամ պարտատոմսեր կան, որ ավելի բարձր եկամտաբերություն են առաջարկում, բայց մեր ռիսկի չափորոշիչներով դրանք մեր ռիսկի ախորժակի մեջ, մեր ֆոնդերի չեն տեղավորվում, հետևաբար այնքան սահմանափակված ենք մեր ռիսկի չափորոշիչներով, հետևաբար կարող եմ ձեր հարցին պատասխանել այո, դիմում ենք այդ հնարավորություններին, որպեսզի օգտվենք, բայց եղած ռիսկի սահմաններում, ընդունել ռիսկի սահմաններում։ Երբ համատում ենք երկու ֆոնդ է Հայաստանում, ձերը եւ C Quadrat-ը, Amundi եկամտաբերությունը մի փոքր զիջում է այս 11 տարվա ընթացքում։ Դուք դա ինչով եք պայմանավորվում հենց այդ ռիսկի չափավոր մակարդակով։ Գիտեք, ինչ որ իրավիճակներ կանա լինեն զիջեն, ինչ որ իրավիճակներում կարա այլ պատկեր լինի, բայց մենք շատ Amundi-ի մասն եմ խոսում բացառապես, շատ մեծ կենտրոնացած ենք ռիսկերի կառավարման վրա։ Սա չեմ ասում, որ սա չի նշանակում, որ մյուս կառավարիչը կենտրոնացած չի։ Ես խոսում եմ Amundi-ի մասին եւ մեր մոտ շատ մեծ ֆոկուս կա, թե որտեղ ենք ներդրում անում, ինչ գործիքներում եւ եկամտաբերությունը որոշ դեպքերում առաջին տեղում չի, որտեղ գտնում ենք, որ կան ռիսկեր, որոնք ինչ որ մի պահի կարող են նյութականանալ եւ վերջին հաշվով ազդել եկամտաբերության վրա։ Հետաքրքիր է այս պերիոդը, որ կա, այն կետից ինչ ձևավորվել են ֆոնդերը, եթե ասես տնտեսական առումով նայենք, արդյոք շատ բան են տեսել մեր ֆոնդերը, թե դեռ շատ իրավիճակներ կան, երբ կարող է հենց ձեր նշած ռիսկերն էլ առաջ գան։ Հա, կարող եմ ասել, որ շատ բան են տեսել մեր ֆոնդերը, եթե շոկերի մասին խոսենք, ցնցումների, հենց առաջի տարում 2014 թվականից ռեգիոնալ տարածաշրջանային շոկ 2016 թվական, 2018 թվական, շուկաների էական տատանողականություն, դեր Թրամփ 1-ի ժամանակահատվածում, չմոռանանք 2020 թվական ունեցանք պատերազմ, ունեցանք կոവിഡ്, 22 թվական, այնքան բավականին եւ տեսնում ենք, որ հաճախականությունն էլ է շոկերի ավելանում, եթե սկզբում մի քիչ ավելի ուշ էին դանդաղ էին տեղի ունենում իրադարձությունները, հիմա մի քիչ ավելի արագացել է։ Սա մի բանի մասին է վկայում, որ նախ այդ իրադարձությունները գնալով միգուցե կարող են ավելի շատանալ, մյուս կողմից էլ սա նշանակում է, որ ֆոնդերը ցույց են տվել իրենց դիմակայունությունը այդ շոկերին, այս 10 տարիներին այդ բազմաթիվ ցնցումների միջով անցնելով եւ ապահովելով բավականին պատշաճ եկամտաբերություն, պատշաճ ռիսկի պայմաններում։ Այդ ոնց է կանում, որ այսինքն մի քանի մակարդակի դիվերսիֆիկացիա չէ դա պահանջում։ Դիվերսիֆիկացիան առանցքային նշանակություն ունի, դիվերսիֆիկացիան եւ Հայաստանի ներսում հնարավորինս այն գործիքների շրջանում, որ ունենք, եւ իհարկե նաեւ Հայաստանից դուրս, որը օգնում է մեզ ճիշտ հակակշիռներ ստեղծել տարբեր իրադարձությունների, որ կարող են տեղի ունենալ աշխարհաքաղաքական իրադարձություններից սկսած մինչև շուկայական դիվերսիֆիկացիան կարող եմ ասել շատ առանցքային դեր ունի եւ սրա արդյունքում մեր դրսի ներդրումները, որ ընդհանուր ներդրումների 1/3-ն է մոտավորապես, այս պայն Հայաստանից դուրս, ապահովում են այդ կայունությունը կամ այդ հակակշիռները, եթե հանկարծ ինչ որ աշխարհամասում կամ ինչ որ միտեղ ինչ որ բան այնպես չգնաց, իսկ բնականաբար ամբողջությամբ չես կարող կանխատեսել թե աշխարհում ինչ տեղի կունենա եւ դրա լուծումը դիվերսիֆիկացիան է, այսինքն այնպիսի ակտիվներում, այնպիսի արժեթղթերում ներդրում կատարել, որոնք իրանց հետ քիչ կապված են եւ սեն ժամանակներում կարող են պորտֆելին օգնել ռիսկը նվազեցնել եւ եկամտաբերությունը պաշտպանել։ Եթե փորձենք սովորական ներդրողին ինչ որ դիվերսիֆիկացիայի փոքրիկ ուղեցույց տալ, հա 5 կետ, որ պետք է չեք անեն դիվերսիֆիկացիա ապահովելու համար։ Այդ որոնք կլինեն։ Ինչպես դիվերսիֆիկացնել պորտֆելը։ Նախ պետք է հասկանալ ինչ ժամկետայնության համար ենք ուզում խնայողություն անենք, հա, եթե սովորական մեր ֆոնդից դուրս նայենք, հա, անձանց համար, ինչպես է պետք ներդրում անել, պետք է կրկին գալիս ենք այն նպատակներին, նպատակը որն է ներդրում անելու։ Եթե նպատակը ենթադրենք 5 տարի անց պատկերացնենք ուսման համար վճարելն է, հաջորդ հարցը գալիս է, թե այն գործիքակազմը ինչ ունենք, որպեսզի ներդրում կատարենք, բաժնետոմսեր, պարտատոմսեր Հայաստանում, Հայաստանից դուրս,
Եվ հաջորդ հարցին, որը պետք է մասնակիցը անձը պատասխանի, եթե 5 տարի հետո ուսման վճարը կատարելու պահին եթե շուկաներում տատանողականություն էական տեղի ունեցավ եւ գումարը որոշակի անկում ապրեց, տվյալ անձը ունի այլ միջոցներ, որպեսզի այդ բացը լրացնի, թե ոչ։ Եթե ունի բաց, այդ դեպքում ինքը կարող է ռիսկի դիմել ընտրել ավելի ռիսկային գործիքներ, իհարկե մտքում ունենալով, թե որ գործիքներն են, որ ապահովել են բարձր եկամտաբերություն համեմատաբար, բայց իհարկե նաև բարձր ռիսկի պայմաններում։ Իսկ եթե այդ ռիսկի ախորժակը չունի մեր մասնակիցը, այնինքն այդ ունակությունը ռիսկը կլանելու, ֆինանսական ունակության մասին է խոսքը, այդ դեպքում մասնակիցը պետք է ընտրի այնպիսի գործիքներ, որոնք կապահովեն ֆիքսված եկամտաբերություն, պարտքային գործիքներ մասնավորապես, որ ինքը վստահ լինի, որ 5 տարի հետո իր ուսման վճարին որևէ բան կամ շատ քիչ բան կարա սպառնի, եթե համեմատենք այլ ներդրումների հետ։ Եկեք այս առաջի հարցն է ինքը ես հարցերին պատասխանեմ, եկեք որպեսզի հնարավորինս նաև ձեր գործունեության հետ առնչվի, օրինակ ես տեսնում եմ, որ 10% խնայելը քիչ է, կենսաթոշակի համար ցանկանում եմ եւս 10% ավելացնել։ Ինչպես տեղաբաշխեմ այդ 10%-ը հավելյալ։ Կենսաթոշակի համար եք ուզում խնայել։ Պետք է նախ ընտրեք ունենաք պատկերացում, որ շուկաներն են, որ հաջորդ ենթադրենք նախատեսում եք 20 տարվա համար խնայել, որ շուկաներն են, որ ակնկալվում է, որ պետքա բարձր եկամտաբերություն ապահովեն։ Սա մի քիչ մասնագիտական ջանք կենթադրի, կամ օգտվել որոշակի խորհրդատուներից կամ այն անձանցից, ովքեր պատկերացում ունեն, որովհետև բաժնետոմս միշտ չի, եթե բաժնետոմսը ինքը պարտադիր լավ է լինելու, պետք է հասկանանք, որ շուկաներն են, որ ակնկալվում է երկարաժամկետ, որ իրանք լավ եկամտաբերություն կունենան եւ փորձել այդ շուկաներում ներդրում կատարել։ Դրանք մի մասը կլինեն Հայաստանում, մի մասը կլինեն Հայաստանից դուրս, մի մասը կլինեն բաժնետոմսերում, մի մասը ոչ բաժնետոմսերում, որպեսզի հակակշիռներ ստեղծենք, օրինակ պետական պարտատոմսերում, մի մասը վստահաբար որպեսզի պաշտպանեն մեր ներդրումները, մի մասը կորպորատիվ պարտատոմսերում, այնինքն ելնելով այդ սպասումներից պետքա ձևավորել պորտֆելը, բայց ընտրել այնպիսի ակտիվներ, որոնք իրար հետ շատ կոռելացված չեն, այնինքն մի ուղղությամբ չեն շարժվում, դա էլ դիվերսիֆիկացիայի ոնց որ առանցքային կետերից մեկն է, ընտրել այնպիսի ակտիվներ, որոնք քիչ կոռելացված են եւ մեկի աճը երբեմն կարա նշանակի մյուսի անկում եւ հակառակը եւ այդպես հակակշիռներ ստեղծել պորտֆելի մեջ խորհուրդս այն կլիներ եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապահովել են դիվերսիֆիկացիան իսկ Հայաստանից դուրս որ շուկաներն է որ դուք կամ ըստ ձեր զեկույցների պոտենցիալ եք տեսնում այս պահին բավականին դրական ենք զարգացող շուկաների նկատմամբ Հնդկաստան մասնավորապես Լատինական Ամերիկայի երկրներ Եվրոմիությունում, բայց այստեղ շուկա ամբողջությամբ ասել մի քիչ ճիշտ չի լինի, որովհետև սեկտորիալ որոշակի հիմա առանձնահատկություններ կան։ Օրինակ, եթե ԱՄՆ-ում նայում ենք, միգուցե տեխնոլոգիական ոլորտը գերարժևորված է, միգուցե ճիշտ ժամանակը չի այս պահին այդտեղ ներդրում կատարել տեխնոլոգիական ոլորտում, բայց միգուցե ճիշտ է Եվրոպայում ներդրում կատարել ինդուստրիալ ոլորտում, հա, որոնք արհեստական բանականության ոլորտում այդ կապիտալ ծախսերից հետո կարող են նաև օգուտներ ունենալ, օրինակ կուտակիչների ոլորտը, էլեկտրական շարժիչները, դրոնները, պաշտպանական ոլորտը, այս պահին բավականին հետաքրքիր եւ գրավիչ ոլորտներ են եւ կարող եմ ասել մեր որոշ ռոտացիաներ կամ ներքին տեղաշարժեր, որ պորտֆելում անում ենք նաեւ այս ուղղությամբ, բայց իլրումն եվրոպական, ինչպես նշեցի, զարգացող երկրները բավականին գրավիչ են, հատկապես ԱՄՆ դոլարի թուլացման սպասումների կոնտեքստում զարգացող երկրները բավականին հետաքրքիր են դառնում։ Իսկ նմանատիպ շուկաներում ներդրումներ անելու համար ինչ հեշտ հասանելի տարբերակներ կան, որովհետև եթե ամերիկյան շուկայում ընկերություններ կան, որոնց մասին տեղեկատվությունը շատ է, ծանոթ ենք, իսկ ինչպես կողմնորոշվել զարգացող երկրների շուկաներում։ Եթե անհատների մասին ենք խոսում, դա հետևողական աշխատանք է, այսինքն անհատը պետք է անընդհատ հետևի շուկաներին, շուկայի զարգացումներին,
հատկապես եթե նախատեսում է ակտիվ կառավարել պորտֆելը, եւ ընկերություններ կան, որ պլատֆորմներ են տրամադրում, իսկ Հայաստանում մասնավոր ընկերություններ, բայց այստեղ պետք է մասնակիցը վստահ լինի, որ կարգապահությունը, որ ամեն ամիս կամ ամեն տարի որոշակի պարբերականությամբ ներդրում կարող է անել եւ հետեւողականորեն հետևել իր սկզբունքներին, իսկ սկզբունքը, եթե ճիշտ եմ հիշում, 10%-ը քիչ էր կենսաթոշակի համար, բերեք ավել խնայենք, որտեղ ֆիզիկական անձանց համար բավականին կարա մարտահրավերներով լինել, տարիների ընթացքում հետեւողական ներդրում է կատարել որոշակի ակտիվների դասերում, նույնիսկ եթե դրանք նվազում են, նույնիսկ եթե դրանք աճում են ժամանակի շուտ չվաճառել, որոշակի դիսցիպլինա է պահանջում անձից, որը բավականին բարդ ինձ թվում է գործընթաց է, բայց պետք է հետևողականորեն ամեն ամիս կամ որոշակի պարբերականությամբ անձը իր սկզբունքներին հետևի, բայց որպեսզի անձը վստահ լինի, որ ճիշտ է կատարում, ճիշտ տեղեր է ներդրում անում, ինքը անընդհատ պետք է շուկաներին հետևի, տեղեկացված լինի, աղբյուրները բազմաթիվ են, այնինքն իր օրվա մեծ մաս չի ասի, բայց որոշակի հատված պետք է հատկացնի, որպեսզի իրադարձություններին հետևի, սպասումներին, փոփոխություններին մասնավորապես, եթե տեղի են ունենում, որպեսզի համապատասխան ճշգրտումներ իրականացնի։ Ձեր ընկերությունում այդ այսպես live time աշխատանք է, չէ՞, անընդհատ անում եք։ Հա, ոնց որ այդ գործը հօգուտ մասնակիցների անում են ակտիվները, կառավարիչները, մեր դեպքում մենք ամեն օր այդ ինֆորմացիան ստանում ենք, անդադար կարող եմ ասել, տարբեր ակտիվների դասերի, տարբեր աշխարհամասերի, այս աշխարհում ասում ես տեղի ունեցավ, մյուսում այլ բան տեղի ունեցավ, շուկաները այսպես արձագանքեցին, ինչն է պետք փոխել, ինչը պետք չի փոխել։ Մեր ռազմավարությունը երկարաժամկետ է, բայց փորձում ենք այդ ձեր բերած հարցի օրինակով ավելի ակտիվ, տակտիկապես, եթե հնարավորություններ են առաջանում, փորձում ենք օգտվել, եթե իհարկե հավատում ենք, որ այդ հնարավորությունը կամ այդ արժեզրկված ակտիվը, որ տվյալ պահին գինը նվազել է, հավատում ենք, որ ապագայում գինը կբարձրանա եւ կփոխհատուցի ռիսկը, որ վերցնում ենք։ Դուք նշեցիք, որ տեխնոլոգիական ոլորտը, հատկապես AI-ից եկող այդ ալիքը համարում եք գերարժևորված, ինչու՞։ Վարկածներից մեկը դա է, որ արժևորումը բարձր է, դե վերջի տարիներին տեսեք, այդտեղ բավականին մեծ ներդրումներ են հոսել եւ շարունակում են հոսել, հա, եւ այդտեղ մեծ հարց է եւ արդյոք ընկերությունների մարժինները, ընկերությունների շահութաբերության ցուցանիշներում դա կարտացոլվի, որովհետեւ ահռելի մեծ գումարների մասին է խոսքը եւ ընկերությունների valuation-ն էլ այդ ոլորտի է, PE ratio տեսնում ենք, որ բավականին բարձր է, եթե համեմատենք շուկայի մյուս հատվածների հետ եւ տեսնում ենք նաեւ որ տարեսկզբից շուկան որոշակի հետողությամբ առաջնորդվում, մասնավորապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները, տեսնում ենք այդ սեկտորը որոշակի անկում ունի 2026 թվականին, իսկ մյուս ոլորտները ոչ։ Եթե չհաշվենք այս վերջի 2 օրվա իրադարձությունները, կախված իրանական եւ միջին արևելքի իրադարձությունների հետ։ Այդ մասին էլ կխոսենք, բայց PE ratio-ն կբացատրեք ինչ է եւ ինչ ինֆորմացիա է մեզ տալիս։ Ինքը սովորաբար ներդրողների կողմից օգտագործվում է, որպեսզի հասկանանք եկամտաբերության դիմաց ընկերության գինը եկամտաբերության համեմատ գինը քանի անգամ արժի եւ կան շուկայի ստանդարտներ, օրինակ եթե 20-ը միգուցե ընդունելին է, եթե 20-ից բարձր է, միգուցե շուկան դիտվում է որպես արժևորված, այնինքն տարբեր իրավիճակներում, շուկայական տարբեր ցիկլերի պայմաններում այս ցուցանիշը օգնում է, որպեսզի ներդրողները հասկանան արդյոք արժևորված է թե ոչ, ինքը իհարկե գործոններից մեկն է, իրան պետք է համադրել այլ ֆունդամենտալների հետ, մակրոտնտեսական իրավիճակների հետ, որպեսզի հասկանալ շուկայի արժևորված լինելը եւ հատկապես այն հոսքերը, եթե խոսում ենք տեխնոլոգիական ոլորտում, այն կապիտալ ծախսերը, որ էական արտահոսում են, այդ ինչքանով են դրանք արդարացված, սա ամենամեծ հարցերից մեկն է ներդրողների համար։ Այսինքն այդ հաշվարկվում է
բաժնետոմսի արժեքը բաժանած իր տարեկան ինչքան տարեկան եկամուտ է հասնող, մեկ բաժնետոմսի հաշվով եկամտաբերության հարաբերությունն է, գին եւ եկամտաբերության մակարդակ, որը ցույց է տալիս, ասենք, եթե 20-ը, այսինքն 20 տարի կարող է պահանջվել եկամտաբերություն, նման եկամտաբերություն, որպես այդ գնին հասնել, եւ ամեն ներդու արդեն ընտրում է իր համար դա ընդունելի մակարդակա թե ոչ, բայց շուկան մոտավորապես կողմնորոշիչ ինչ որ միջակայքներ տալիս է, ելնելով պատմական շարքերի վրա, թե արժևորված է թե ոչ։ Սա ցուցանիշներից մեկն է։ Եվ սեկտոր դա տարբերվում է։ Սեկտորից սեկտոր, շուկայից շուկա, երկրից երկիր, դրանք կարան զարգացած նույնիսկ դրանք կարող են իրական տարբերվել։ Հիմա ամեն դեպքում AI-ից այդքան սպասումներ կան, այդ նշանները որոնք են, հա, եթե այս տարվա սկզբի որոշակի անկումը չհաշվենք, դուք մինչև այս տարվա սկիզբն էլ ձեր զեկույցում նաև համաժողովի ժամանակ ունեիք այդ ավելի սկեպտիկ կանխատեսումները ոլորտի հետ կապված, բայց ինչ նշաններ եք դուք տեսնում, հա, որ այդ կանխատեսումը անում եք։ Սկեպտիկ ասելով մենք նկատի չունենք, որ ամբողջը վաճառում ենք, մենք էլ տեխնոլոգիական դուք ասում եք, որ պետք է փնտրել ներդրումներ այդ ոլորտից դուրս։ Փորձել այն ոլորտներ, որոնք աճի պոտենցիալներ ենք տեսնում, օրինակ եթե այն ոլորտները մասնավորապես, որոնք AI-ի արդյունքը կարող են օգտագործել, արդյունաբերության մեջ մասնավորապես, օրինակ ինչպես խոսեցի, կուտակիչները բավականին հետաքրքիր կարող լինեն, մաքուր տեխնոլոգիաները բավականին հետաքրքիր կարող լինեն, որոնք եւս օգտագործում են արհեստական բանականության տեխնոլոգիաներ, ոչ հենց այդ ընկերությունները, որոնք այդ օրինակ չիպերն են արտադրում, հա, բայց այն ընկերությունները, որոնք օգտվում են դրա արդյունքներից, մենք այդտեղ արժեք ենք տեսնում ու այդ պատճառներից մեկն է, որ մենք ուղղում ենք նաև այդ ներքին ռոտացիաներն ենք իրականացնում մի շուկայից դեպի մյուսը։ Իսկ աշխարհաքաղաքականությունը եւս նշեցիք, որ գործոն է ու եթե ճիշտ եմ հասկանում, գնալով ավելի մեծ գշիր է ստանում այդ գործոնը։ Դա ոնց եք կարողանում այսպես կառավարելի պահել։ Այո, աշխարհաքաղաքականությունը քիչ կարևոր չի կան շուկայի ցիկլերը ու գնալով դրա կարևորությունը ավելի արտահայտվում է, տեսնում ենք հատկապես մեր օրերում եւս։ Այդ մասով մենք ինչպես ենք կողմնորոշվում ինչա պետք անել, մենք ունենք մեր մայր ընկերությունում Amunzium Team աշխարհաքաղաքագետների, որոնք տարբեր իրավիճակներում իրենց գնահատականն են տալիս եւ սցենարներ, թե ինչպես է հնարավոր զարգանա իրավիճակը եւ տարբեր սցենարների դեպքում ինչա պետք անել, ինչ գործիքներ է պետք ընտրել, որպեսզի փորձենք ներդրումները պաշտպանենք կամ միգուցե եթե հնարավորություն կա, այդ հնարավորություններից օգտվենք։ Օրինակ այս վերջի իրադարձությունների մասով մենք եւս ունենք, հա, գնահատական մեր աշխարհաքաղաքագետների կողմից, որ ամեն օրը մի քանի անգամ թարմացվում է, ելնելով տարբեր իրավիճակներից, թե ինչ սցենարով հնարավոր է զարգանա եւ որն է բազային սցենարը։ Բազային քայլերը ներդրողի համար որոնք են, երբ որ ԱՄՆ-ն պատերազմի մեջ է։ Երբ որ ԱՄՆ-ն պատերազմի մեջ է, դե ամեն ինչի առանցքում դա դիվերսիֆիկացիան պաշտպանելն է, բայց տեսեք նման իրավիճակներում օրինակ որոշակի ոլորտներ կան, որ կարող են լավ արդյունքներ ցույց տալ, պատմականորեն դա թանկարժեք մետաղներն են կամ դրանց արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները, եթե իրավիճակները տեղի են ունենում հատկապես նավթով հարուստ կամ գազով հարուստ երկրներում, միգուցե նաև նավթ, գազ նման ընկերություններում կամ ֆյուչերսներում ներդրումը կարող է որոշակի օգուտ բերել, բայց ամեն դեպքում դիվերսիֆիկացիան ունենալը, կենտրոնացված պորտֆել չունենալը դա շատ կարևոր է, ինչքան էլ որ առանձին հնարավորություններ կարող են գրավիչ լինել, գայթակղիչ լինել, այսպես ասած, ներդրում անենք շատ արդյունք ունենալու համար, բայց պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում կարան ակտիվներ լինեն, որ բավականին բարձր տատանողականություն կարող են ունենալ եւ մեծ կորուստների բերեն, եթե մենք չենք հետևում դիվերսիֆիկացիայի կանոններին։ Այսինքն, երբ որ աշխարհում խառն է,
ոսկին բարձրանում է։ Եվ այդպես էլ նախորդ մի տարվա ընթացքում ոսկու աճը դրանից է, չէ՞։ Ոսկու աճը նաև աշխարհաքաղաքական գործոններ, նաև պարտքի, տարբեր երկրների պարտքի մակարդակներ, դրանց կայունություն, ինչքանով են այդ պարտքի մակարդակները ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ Ճապոնիայում, չգիտեմ, տարբեր աշխարհամասերում, հատկապես զարգացած երկրներում, ինչքանով է այդ պարտքի մակարդակը կայուն, եւ կենտրոնական բանկի գործողությունները։ Մենք տեսնում ենք, որ ոսկու գինը մեծապես պայմանավորված է եղել նաեւ կենտրոնական բանկերի ոսկու ձեռքբերումներով, այսինքն ինչպիսի վարկագիծ ունեն կենտրոնական բանկերը։ Եթե տեսնում ենք, որ էական ծավալ հոսում է ոսկու մեջ, պահոստները սկսում են իրենք էլ են սկսում պահոստները դիվերսիֆիկացնել հօգուտ ոսկու, ի հաշիվ նաեւ մյուս արժույթների, օրինակ ԱՄՆ դոլարի կամ ԱՄՆ պետական պարտատոմսերի, այս դինամիկան մեզ հուշում է, որ որոշակի կենտրոնական բանկերն են որոշակի ռիսկեր են տեսնում եւ իրենք եւս փորձում են դիվերսիֆիկացնել իրենց պահոստները։ Ունենք ոսկու մեջ ներդրումներ։ Ոսկու մեջ ուղիղ չունենք, քանի որ ֆիզիկական ակտիվում կամ դրա վրա հիմնված ացանցիալներում չեն կարող ներդրում ունենալ, բայց ունենք ընկերություններ, որոնք զբաղվում են ոսկու արդյունահանմամբ։ Որը եւս կոռելացված է ոսկու գնի հետ, որը մեզ բավականին լավ տենց հեջավորում է ապահովում նման իրավիճակներում։ Կրիպտոարժույթում ներդրումներ ունեն ֆոնդերը, թե չէ։ Չէ, կրիպտոակտիվներում, կրիպտոարժույթներում որևէ ներդրում չունենք։ Ինչու՞։ Նախ շատ տատանողական են եւ իրանց գնագոյացումն է, պետք է հասկանալ գնագոյացումը, իրանց underlying business մոդելը, որը մի քիչ կլասիկ տեսանկյունից վերլուծելով բավականին սահմանափակում է կենսաթոշակային ֆոնդերին հատկապես։ Սա չի նշանակում, որ դա հարմար ներդրում չի կարող լինել այլ կատեգորիայի ներդրողների համար, բայց մեր կոնկրետ ամունձյակբայի մասին եմ խոսում, մեր կենսաթոշակային ֆոնդերի համար մենք գտնում ենք, որ ոչ, այս բային ոչ։ Նաև արժութային ռիսկի հարցը կա, քանի որ մենք կենսաթոշակային միջոցները մեր դրամով ենք հատկացնում ֆոնդին, բայց դուք նաև Հայաստանից դուրս եք ներդրում կատարում, դա ինչպես եք կառավարում։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Ինքը պորտֆելի մոտ 1 ֆոնդերի 1/3 մասը Հայաստանից դուրս է ներդրված ու տարբեր արժույթներ են։ Եվ մենք երևի 19 թվականից սկսեցինք աշխատել օրենսդրության, ներքին կանոնակարգերի, նաև բանակցելով տարբեր կողմերի հետ, որպեսզի այդ հնարավորությունը ստեղծենք հեջավորման։ Եվ 3 տարի տենց բավականին դժվար աշխատանքից հետո վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ առաջին անգամ ոնց որ կնքեցինք հեջավորման գործիքը, որը մեզ պաշտպանելու էր դոլարի արժեզրկվելուց դրամի նկատմամբ։ Դա ի դեպ տեղի ունեցավ 22 թվականի ռուս-ուկրաինական պատերազմից երևի 1 շաբաթ 10 օր տենց առաջ քչերն էին սպասում, որ դրա դոլարը կարան գնի, փոխարժեքը հիշում եմ 480 էր 1 դոլարի դիմաց։ Մենք այդ մակարդակում 480-ի մակարդակում, որի դեպ միջև այսօր շարունակվում է այդ գործիքը, վզեբի հետ այդ գործարքը կնքեցինք եւ արդյունքը տեսանք 100 դրամ, նույնիսկ ավել դոլարը կորցրեց դրամի նկատմամբ եւ այդ չափով ոնց որ ֆոնդերը պաշտպանվեցին։ Այս փորձառությունը նաեւ սա տեղի ունեցավ միջազգային ISDA շրջանակի ներքում, ISDA միջազգային ֆրեյմվորք է, որի շուրջ ացենցիալներ են կնքվում միջազգային կանոններին համապատասխան, շրջանակներին համապատասխան։ Այդ փորձառությունը կարևոր էր, որովհետև տեղայնացրեցինք նաև 25 թվականին նմանատիպ գործարք կնքեցինք նաև մեր հայկական ընկերություններից մեկի ազգային հիպոթեկային ընկերության հետ 10 միլիոն դոլարի չափով, որը եւս մեր ակտիվները որոշակի պաշտպանեց, որովհետև այդ կնքելուց հետո եւս մի քանի տոկոս դոլարի արժեքը կորցրեց դրամի նկատմամբ։ Ինքն փորձում ենք այս հեջավորման գործիքները ժամանակի ընթացքում ավելացնել, պաշտպանել մեր արտասահմանյան ներդրումները, եւ դա շարունակական է։ Մենք անընդհատ նոր որոնումների մեջ ենք, նոր գործիքներ, նոր գործընկերներ, որպեսզի կարողանանք
այդ շրջանակը ընդլայնել, բայց իհարկե հաշվի առնելով շուկայի պայմանները, ինչքանով է նպաստավոր տվյալ պահին հեջավորում իրականացնել կամ միգուցե պետք չի հեջավորում անել, պետք է ընդհակառակը հիմա դոլար առնել օրինակ ներդրում անել դրսում, չեմ ասում հիմա ճիշտ ժամանակն է, բայց այդ հաշվարկները միշտ տեղի են ունենում, ինչ այլ ընտրանքներ կան հեջավորման։ Եթե մենք գտնում ենք, որ ճիշտը հեջավորումն է, որտեվ հնարավոր է մենք ունենանք որոշակի արժեզրկում, ինչպես տեղի ունեցավ 22 թվականին, ինչպես տեղի ունեցավ 25 թվականի սկզբին, ապա հետևաբար արդարացվում է այդ գործարքով գործարք ընկելը։ Իսկ այս պահին հաշվի առնելով բոլոր իրողությունները, թե նաև այդ գնի տատանման գործոնների փոփոխությունը, հա, որովհետև այն ժամանակ Հայաստան նաև շատ դոլար էր գալիս, հիմա չգիտեմ ինչքան է գալիս, ձեր գնահատականը ո՞րն է, օրինակ շատ են խոսակցությունները, արդյոք դոլարի գինը Հայաստանում հիմնավորված է, հիմնավորված չի, դուք ինչպես եք տեսնում։ Տեսեք, դոլարի գինը ինքը մեծապես պայմանավորված է այն հոսքերով արտարժութային, որ տեղի են ունենում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում բավականին մեծ արտարժույթի ներհոսք կա։ Դրա մասին են վկայում օրինակ Կենտրոնական բանկի կողմից ինտերվենցիաները, որ իրականացվում են արտարժույթի շուկայում, բավականին մեծ ծավալի, նպատակը որպեսզի դրամի միջազգային արժույթի գեր արժևորում չթույլատրվի եւ էական տատանողականություն չստեղծի շուկաներում, Կենտրոնական բանկը ձեռքաբերում այդ արտարժույթը, այսինքն մենք շարունակում ենք ականատես լինել էական արտարժույթի ներհոսքի։ Սկզբում նշեցին նաև, որ միջազգային ֆինանսական ընկերությունները եւս մասնակցում են մեր պետական պարտատոմսերի աճուրդներին, որոնք դրամային են, այդ ընկերությունները ենթադրաբար եւս դոլար են ներմուծում Հայաստան, որպեսզի դրանք դա սարքում են դրամ, որպեսզի կարողանան մասնակցել այդ աճուրդներին, դա եւս գործոններից մեկն է, որ նպաստում է այդ հոսքերի մեծացմանը։ Եվ ի շնորհիվ դրա նաև մենք տենում ենք, որ Կենտրոնական բանկի պահոստները բավականին բարձր են ու նաև այդ ինտերվենցիաների հաշվին է նաև։ Ստացվում է ձեր ներդրումների շուրջ 60%-ը Հայաստանում են հենց, եւ այդ նշանակում է նաև Հայաստանի տնտեսությունից կախվածություն կա ու դուք էլ ուշադիր հետևում եք մեր տնտեսության վիճակին։ Քանի որ տնտեսության վիճակի մասին միշտ քաղաքական շարժումներն են ավելի շատ, հետաքրքիր է լսել զուտ տնտեսական գնահատական, հա։ Ճիշտ է, օրենքով է դա սահմանված, առնվազն 60%-ը մեր կենսաթոշակային ֆոնդերի միջոցները պետք է լինեն դրամային ակտիվներում, դա նշանակում է Հայաստանում, այս պահին 65-66%-ը Հայաստանում է ներդրված, տարբեր ակտիվներում, պետական պարտատոմս, ավանդներ, կորպորատիվ պարտատոմսեր, բանկերի ավանդներ, մասնավոր բաժնի մասնակցային ֆոնդ, դրամական շուկա, վերջի տարիներին նաև այդ կորպորատիվ ընկերությունների, հա, կողմից թողարկած պարտատոմսերի աճ ենք տեսնում, որին որոշներում մասնակցում ենք, ներդրում ենք կատարում, որը դրական զարգացում է։ Տնտեսության առումով տեսնում ենք, որ տնտեսությունը բավականին այտենց սոլիդ աճ ունի վերջի մի քանի տարիներին, նույնիսկ 25 թվականի համար սկզբում աճի կանխատեսումը համեստ էր, համաստ համեմատաբար վերջնական արդյունքի հետ, բայց կրկին ինքը պոտենցիալին մոտ 5% պլյուս աճ էր ակնկալվում հնայի, բայց նախնական տվյալներով մենք արդեն ունենք 7-ից ավել 7.2% տնտեսական աճ, եւ այստեղ տեսնում ենք, որ նպաստողները էական նպաստում ունեն թե շինարարության ոլորտը, թե ծառայությունների ոլորտը, շարունակում են մեծ նպաստում ունենալ առաջարկի տեսանկյունից, իսկ պահանջարկի տեսանկյունից դա մասնավոր սպառում եւ ներդրումների ծավալներն են, որ տնտեսական աճը տանում են դեպի վերև։ Իհարկե զարգացումները էական նշանակություն կարող են ունենալ աշխարհաքաղաքական այստեղ եւս ռուս-ուկրաինական հակամարտությունը ինչ հանգուցալուծում կունենա կամ ավելի շուտ երբ հանգուցալուծում կունենա, այս մեր հարևանների, Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին զարգացումներ կունենան, կնես ամենը մեծապես կարող է ազդել Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա։ Որ Հայաստանը փոքր բաց երկիր է, հետեւաբար նաև ազդեցություն ունի նման
նման հնարավոր շոկերից։ Սկզբում նշեցիք, որ առաջին ներդրումը ավանդն է եղել, հիմա ամեն տարի գնալով ֆոնդերի միջոցները մեծանում են, չէ՞։ Արդյոք դժվար չէ անընդհատ նոր տեղեր գտնել Հայաստանում ներդրումներ անելու համար։ Մեր շուկան այդքան ունի տարողություն։ Շատ լավ հարց եք տալիս, դժվար է, իհարկե դժվար է, բայց մենք լավագույն ջանքերը գործադրում ենք ու նաև կարևոր է նշել, որ այս ընկերությունները, որի մասին խոսացինք, օգնում են մեզ այդ նոր թողարկումները, որ հատկապես 23 թվականից ունեցանք, տելեկոմունիկացիայի, տարբեր մենաշնորհների, կորպորատիվ ընկերությունների, ՓՄԶ-ների վերջի տարիներին օգնում են դիվերսիֆիկացնել։ Իհարկե ռիսկը կարող ենք ասել որոշակի բացարձակ արժեքով մեծանում է, բայց հարաբերական առումով, օրինակ եթե նույն ավանդը ընդհանուր ակտիվների 20%-ը ավանդ էր 10 տարի առաջ կամ 5 տարի առաջ ու հիմա էլ է նույն 20%-ը, ինքը բացարձակ արժեքով միգուցե չէ վստահաբար ավելի մեծ է ներդրումը, բայց պետք է հաշվենք, որ այդ բանկերը եւս այս վերջի տարիներին բավականին տպավորիչ աճ են ունեցել, հատկապես 22 թվականից սկսած, տարեկան 20-ից 30% տեսնում ենք, որ մեր բանկերը աճել են ու մեծապես աճել են ֆինանսավորելով մեր տնտեսությունը ու նաև վարկային պորտֆելը տեսնում ենք 20-30% վարկային պորտֆելն է աճում եւ բնականաբար այս միջոցները օգնել են բանկերին, որպեսզի ֆինանսավորեն նաև մեր տնտեսական աճը։ Որտեղ եք ներդնում պարտատոմսեր, հա, պետական պարտատոմսեր, ավանդներ, կորպորատիվը, ընտրողաբար պետական պարտատոմսեր, ընդ որում այս ճիշտ է շուկան բարձր իրացվելիություն չունի որոշ սեգմենտներում, բայց այնուհանդերձ փորձում ենք դա ճշգրտել ելնելով մեր սպասումներից։ Օրինակ եթե 2020 թվականը եթե նայում ենք, մեր պարտատոմսերի կշիռը 20-22% էր ընդհանուր ակտիվների մեջ, 20 թվականի շոկերի արդյունքում, երբ որ պարտատոմսերի եկամտաբերությունները բարձրացան, մեր մոտ 20% կշիռը բարձրացավ 40-ից վերև, եւ հիմա տեսնում ենք, որ հակառակ երևույթն է տեղի ունենում, պարտատոմսերի եկամտաբերությունները նվազում են, հետեւաբար նվազում են նաև մեր կշիռը պետական պարտատոմսերում, բայց դրա փոխարեն ավելացնում ենք այն ակտիվները, որոնք գտնում ենք գրավիչ, օրինակ դրանք ավանդներն են, դրանք կորպորատիվ պարտատոմսերն են, բանկ եւ ոչ բանկ, իլրումն դրա ունենք մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ, որը դեռևս փոքր է, տենց մեծ կշիռ չունի, ունենք ուղիղ բաժնետոմս, ոչ միայն անուղղակի, այլ ուղիղ թիմ տելեկոմի բաժնետոմսեր ունենք դրամական շուկայի գործիքներ, վզեբի հետ, հակադարձ ռեպո գործարքներ, դրանք օգնում են իրացվելիությունը կառավարելու համար, եւ մեր համար իլրումը նաեւ կորպորատիվ պարտատոմսերի կարևոր է նաեւ ուղղակի ներդրումները, ինչպես գիտեք, 25 թվականի մարտ ամսին կൂട്ടական կենսաթոշակների մասին օրենքը փոփոխվեց, եւ հնարավորություն ընձեռելով ֆոնդերին ուղղակի ներդրում կատարել տնտեսության մեջ։ Այդ առաջարկը մենք արել էինք դեռևս մի քանի տարի առաջ, այս վերջապես 25 թվականին ընդունվեց, եւ այս ուղղությամբ եւս ակտիվ աշխատանքներ ենք տանում։ Մի պրոյեկտ ունենք, որի մասով բավականին լավ տեղում ենք այս պահին։ Հույսով եմ ոչ շատ հեռու ապագայում կամ շատ մոտ ապագայում կհայտարարենք այդ ներդրման մասին, որը կարծում ենք շատ կարևոր է եւ այս ճանապարհը մենք նախատեսում ենք, որ պետք է շարունակենք։ Նպատակը առանձին մասնավոր ընկերություններում ներդրում անելը չի, նպատակը ենթակառուցվածքային կարևոր նախագծերում, եթե նույնիսկ դա մասնավոր մեծ պրոյեկտ է, ոչ պետական, եւս մեր համար կարող է գրավիչ լինել։ Եվ նախատեսում ենք, որ օրենքը մինչև 10% մեզ հնարավորություն տալիս ակտիվների մինչև 10% ուղղել նման պրոյեկտների մեջ, եւ մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք նաեւ այս ուղղությամբ։ Ինչ պայմանների պետք է բավարարի նման նախագիծը կամ ընկերությունը, որ դուք որոշեք մասնակցել։ Եվ նույնը նաեւ հետաքրքիր է կորպորատիվ պարտատոմսերի մասով, ոչ ֆինանսական, ինչպես է գնահատում, արժե թե չէ։ Տարբեր, եթե առանձին փորձ են պատասխանել կորպորատիվ պարտատոմսերի դեպքում, ինքը սկսում ենք եւ միգուցե նաեւ մյուս դեպքում էլ compliance-ի հարցերից համապատասխանության
ինչ պրոյեկտ են, ովքեր են բաժնետերերը, ինչ կառուցվածք ունի, խորհուրդ, որոշումների կայացում եւ այլն եւ այլն։ Այնինքն երբ որ այստեղ մենք կանաչ լույս ունենք, կարող ենք ներդրում անել, որևէ սահմանափակում չունենք, սկսում ենք արդեն իր ֆինանսական ներդրումային գրավչությունը, որպես ներդրումային investment case ինչքանով է ինքը համապատասխանում մեր կենսաթոշակային ֆոնդերի ախորժակներին։ Բավականին խորությամբ վերլուծում են, հանդիպում ենք թողարկող ընկերությունների հետ հարցեր, պատասխաններ եւ վերջնական որոշում ենք ունենում, արդյունքում որոշում ենք թե որ ֆոնդի համար ինչքան պետք է ներդրում կատարենք տվյալ ֆոնդում։ Ելնելով ոլորտի առանձնահատկությունից, դա հատկապես տեղին է պրոյեկտների մասով, մասնավոր ուղիղ պրոյեկտների մասով, որոնք բավականին մեծ կարող են լինել ու բավականին սպეციფიկ գիտելիք պահանջել, ոչ միայն ներդրումային, այլև մասնագիտական, տեխնիկական, այս դեպքում մենք հնարավորություն ունենք ներգրավելու ամունձի տարբեր թիմերին եւ մեծ ընտանիքի մաս կազմելը նաեւ այստեղ մեծ առավելություն է տալիս, որ ցանկացած ոլորտում, ցանկացած գիտելիքի մասով գիտենք, որ ամունձիում ինչ-որ միտեղ, ինչ-որ մի թիմ կա, որ մեզ կարող օգնի այդ հարցով։ Օրինակ Իռլանդիա, Ճապոնիա ամենատարբեր է, շատ երկրներ 35 երկրում ունենք մասնաճյուղեր ամունձին եւ հնարավորություն ունենք իրենց գիտելիքից օգտվելու, այնինքն մեր կենսաթոշակային ֆոնդերը մասնակիցները հնարավորություն ունեն ցանկացած գիտելիքի պակասի համար դիմելու եւ այդ գիտելիքը ստանալու, որպեսզի կարողանանք ծառայեցնել մեր կենսաթոշակային ֆոնդերին։ Այստեղ էլ կա ինչ-որ ոլորտային սահմանափակումներ, օրինակ Հայաստանում նաեւ venture-ային ֆոնդերն են ակտիվ, բայց դուք դրանցում մասնակցություն չունեք, չէ՞։ Venture-ային ֆոնդերում դեռ չունենք, բայց ունենք մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդում, որը մի քիչ ավելի հասուն ընկերություններում է ներդրում կատարում, եւ միգուցե ոչ տեխնոլոգիական։ Venture-ային ֆոնդում ես հույս ունեմ, որ ոլորտը ինչ-որ մի պահի հասանելի կլինի նաեւ մեր կենսաթոշակային ֆոնդերի համար, այնքան ընդունելի կլինի ներդրման համար։ Այստեղ հիմնական խնդիրներից մեկը չափից եկող խնդիրներն են, սովորաբար նման ֆոնդերը փոքր են եւ փոքր լինելով որոշ դեպքերում հնարավորություն չունես ապահովել այդ ռիսկերի կառավարում, սովորաբար որոշումների կայացումը երբեմն կենտրոնացված է մեկ-երկու անձի շուրջ, ներդրումային որոշումների ռիսկերի կառավարում, հաճախ 1-2 անձ են այդ ամբողջը անում, որը ենթադրում է, որ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը պետք է ավելի շատ ներգրաված լինի, դա մեր մոտեցումն է, որ ամենօրյա գործունեության մեջ, որը մենք չենք անում, հա, այս դեպքերում եթե ֆոնդա որպես կանոն ստուգում ենք, որ պրոցեսներ, կանոններ, ամեն ինչ համապատասխանում է, թիմը կա, թիմը փորձ ունի, ամեն ինչ տեղում է, նոր գումարը վստահում ենք, իհարկե պարբերաբար հաշվետվողականություն, հանդիպումներ, բայց դա չի ենթադրում, որ ամենօրյա գործունեության մեջ մենք որոշումներին խառնվում ենք, որպես ֆոնդերի կառավարիչ։ Այդ վստահությունը երբ որ ունենանք, որ մենք այդ դա կարող ենք անել, venture-ային ֆոնդերի դեպքում մենք այդ քայլին կգնանք։ Շատ լավ, իսկ Հայաստանում ներդրումների մասով ապագայում հնարավոր է հասնի մի կետ, երբ ձեզ իրոք շատ լուրջ դժվարություն դառնա այդ 60%-ը հենց Հայաստանում անելը։ Արդյոք դա նաև տնտեսության ծավալների մեծացում է պահանջելու։ Թե միգուցե պետք է սահմանաչափը փոխել։ Դե տեսեք, այս տարիների տնտեսական աճը նաև օգնել է մեզ։ Տնտեսական աճ նշանակում է տնտեսավարող սուբյեկտներ եւս մեծանում են, իրենց չափերը մեծանում են ու նաև ստեղծելով մեր համար ներդրումային հնարավորություններ։ Եթե կենսաթոշակային ֆոնդերը շարունակեն աճել, բայց հնարավորություններ ներդրումային սահմանափակվեն, այս դեպքում իհարկե կարող են որոշակի դժվարություններ առաջանալ ֆոնդերի համար, քանի որ մենք իհարկե պետքա պրոյեկտներ լինեն ու առողջ պրոյեկտներ, նախագծեր, թողարկումներ, որպեսզի կարողանանք արդյունավետ կառավարել։ Հակառակ դեպքում դա կարող է բերել կոնցենտրացիայի, կենտրոնացման ռիսկերի իր բոլոր բացասական հետևանքներով։ Այսինքն մենակ քանակական չէ, այսինքն որակական աճը նաև պետք, որպեսզի տնտեսությունում այնպիսի ընկերություններ ձևավորվեն, որոնցում դուք հանգիստ ներդրում կանեք։ Այո, այս վերջի մի քանի տարիների, այս վերջի հատկապես 2-3 տարիների ընթացքում դինամիկան մեր կապիտալի շուկայի
մեզ հույս է տալիս, որ մենք զարգացում կշարունակենք ունենալ։ Ու այդ նաև յուրաքանչյուր երկրում չէ, երևի կենսաթոշակային ֆոնդերը նաև թե կապիտալի շուկայի ձևավորման մասով են որոշակի դեր կատարում, թե նաև երկրի տնտեսությունում։ Դուք այդ հայացքով նայում եք, թե դա, ասինքն ձեր համար առաջնայինը ձեր խնդիրը լուծելն է եւ դա էլ զուգահեռ կամ կլինի կամ ոչ։ Մեր տեսեք առաջնային խնդիրը մեր ֆիդուցիար պարտականությունը ֆոնդերի առաջ է, ֆոնդերի մասնակիցների առաջ է եւ ցանկացած գործողություն, որ անում ենք, ելնում է բխում է դրանից, հա, մեր ֆիդուցիար պարտականություններից, բայց իհարկե դա զուգորդվում է նաեւ այն գործողություններով, կամ չի հակասում բավականին հաճախ ու հիմնականում այդպես է լինում, որպեսզի մենք օգնենք նաև տնտեսության զարգացմանը։ Տեսեք, մենք մի քանի թողարկումներ ունենք կորպորատիվ, որ ներդրում ենք արել, բայց մենք ամեն շաբաթ հանդիպում ենք հնարավոր թողարկողների հետ, որպեսզի քննարկում ենք, բացատրում ենք ինչա պետք է անել։ Ձեր մոտ են, չէ՞ գալիս։ Հա, առաջինը գալիս են կառավարիչների մոտ, որպեսզի հասկանան process-ները, եւ մենք օգնում ենք այդ ընկերություններին, կապի ենք դնում հնարավոր խորհրդատուների հետ կամ տեղաբաշխողների հետ, որպեսզի շարունակեն գործընթացը արդեն տեղաբաշխողների հետ։ Կամ եթե տեսնում ենք, որ միգուցե այս բանին պատրաստ չեն կամ ժամանակա պետք իրանց ասում ենք ինչ կրիտերիաներ ունենք, կենսաթոշակային ֆոնդերի համար ինչա պետք որպեսզի ներդրում կատարեն, եւ մարդիկ գոհ պոտենցիալ թողարկողները այդպես ու կապի մեջ ենք անընդհատ, կարող է ինչ-որ մի պայի հանդիպենք, խոսանք, մեկ էլ տեսնենք մի տարի անց եկել է շատ ավելի պատրաստ վիճակում եւ պատրաստ է արդեն թողարկման, որը բավականին այնտենց հետաքրքիր նախադեպեր ունենք այդ առումով։ Երբ որ եղել է շատ հանդիպել ենք բավականին երկար, ինչ որ մի պահի ընկերությունը որոշել է, չէ, ինքը պետքա գնա պարտատոմս թողարկի ու ստացվել է։ Այնինքն այս գործողությունները շարունակական են, անընդհատ հանդիպումներ, քննարկումներ։ Մենք մեր մոտեցումը նա չի, որ ներդրումը կլինի կանենք, չի լինի չենք անի, մենք փորձում ենք նաև օգնել, որպեսզի այդ ներդրումային հնարավորությունները ի հայտ գան շուկայում։ Ամփոփելով դուք երբևէ այսպես հետ նայել եք, օրինակ այս 10 տարվա մեջ ձեր որ ներդրումներն են ավելի մեծ եկամտաբերություն ապահովել կամ որոնք են լավագույնը, հա։ Եթե առանձին անուններ չնշեմ, երբ ակտիվների դասերով խոսենք, ըստ տարիների կարող են տարբեր լինել, բայց դե բաժնետոմսերը բավականին մեծ արտասահմանյան բաժնետոմսերը, եթե խոսենք դրսի շուկաների մասին եւ հայաստանյան շուկաների մասին, դա պետական պարտատոմսերի շուկան է, որ բավականին օրինակ 25 թվականի համար մեր պետական պարտատոմսերի միջինը մոտ 16% եկամտաբերություն են ունեցել, մոտավորապես այնքան, ինչքան օրինակ բաժնետոմսերի շուկան, օրինակ S&P 500-ն է ունեցել 25 թվականին, կան տարիներ, երբ որ տպավորիչ արդյունքներ ունեցել են։ Եթե նայենք այս 12 տարվա մեջ մեծ մասը, երևի 80% դեպքերում երկնիշ աճեր են ունեցել, որոշակի բացառություններով, 22 թվական կամ 25-ը լավագույններից է, չէ՞։ 25, 24, 23, այս վերջի 3 տարին բավականին տպավորիչ աճեր ունեցանք, որը սկսեց դեռևս 22 թվականի 4-րդ եռամսյակում, կհիշեք 22 թվականը այն համեմատաբար են վատ տարիներ, երբ որ ֆոնդերը բացասական արդյունք ունեցան։ Իդեպ այդ տարին լավ էր նաև նրանով, երբ որ մենք իսկապես զգացինք, որ մարդիկ մասնակիցները մեր սկսում են հետևել իրենց կենսաթոշակային հաշիվներին, որովհետև 3 եռամսյակ բացասական էր արդյունքը, 4-ից արդեն AI արհեստական բանականության հետ կապված թեմայի հետ կապված սկսեցին աճել։ Առաջի եռամսյակի ընթացքում մենք օրական երևի այտենց 100 զանգ էինք ունենում եւ մեր բոլոր թիմակիցների առաջ խնդիրներ դրված, մանրակրկիտ բացատրել պատճառները, հնարավորությունները, ինչ հնարավորություններ կան, ու միջև այդ անձը չէր ոնց որ հասկանում, չէինք զգում, որ հասկացել է մենք ինչ մեսեջ ենք տալիս, ինչ ենք ասում, մենք ոնց որ բաց չենք թողում։ Այտենց երկրորդ եռամսյակ շատ ավելի քիչ, երրորդ եռամսյակ երևի միջինում 1-2 զանգեր լինում օրական,
Սա ոնց որ կարևոր ինդիկատոր էր մեր համար, որովհետև միջև այդ իրազեկման արշավներ շատ էինք անում, ընկերություններ ենք այցելում, մեզ են հյուրընկալում տարբեր անձինք, կենսաթոշակային համակարգի, ֆոնդերի, ներդրումների մասին սկսում ենք պատմել, որ բավականին շատ իդեպ հետաքրքրում է մարդկանց, ասում հիմնական բանը, եթե sense լավ բան է, ինչու՞ չէիք շուտ ասում։ Եվ տեսնում ենք, որ դա արդյունք տվեց, ու այդ տարին ոնց որ չափելի էր մեր համար, թե ինչքան շատ են մարդիկ հետևում, ճիշտ է դեռ ոչ ամբողջությամբ, բայց տեսնում ենք, որ ահագին մարդ սկսեց այդ ժամանակ հետևել կենսաթոշակային հաշիվներին։ Հիմա էլ լավ առիթ է, որ այդ հարցի պատասխանն էլ տակ, չնայած 2025-ը լավ տարի էր եւ երկնիշ աճով եք ավարտել, բայց ինչ պետք է իմանալ, երբ ինչ որ մի երամսյակ բացասական եկամտաբերություն ունենա։ Տեսեք, այստեղ որտեղից է գալիս բացասականը, եթե փորձենք այդտեղից սկսել, ավանդաբար, եթե մեր մոտ նայենք, ներդրումային հիմնական գործիքը մեր ֆիզիկական անձանց համար եղել է երևի թե ավանդը, եթե վերջի տարիներին նաև պարտատոմսերը, բայց եթե ավանդը պատկերացնենք, ինքը կայուն եկամուտ տվող ֆիքսված մարդիկ ամեն ամիս, ամեն երամսյա կամ 6 ամիսը մեկ ինչ որ եկամուտ են ստացել, որը ֆիքսված է եղել, տատանողականություն չի ունեցել։ Իսկ կենսաթոշակային ֆոնդերը, քանի որ ներդրվում են տարբեր ակտիվներում, աշխարհի տարբեր երկրներում, որոնց գները ամեն օր փոխվում են ի տարբերություն ավանդի, հետեւաբար դրա արդյունքում էլ մենք ֆոնդի արժեքները, տվյալ անձը, երբ որ հաշվետվությունը ստանում է, տեսնում է, իր ֆոնդի արժեքները կարող են օր-օրի վրա նույնիսկ փոխվել։ Նույնիսկ չէ, ամեն օր իրանք պարտադիր փոխվում են, յուրաքանչյուր աշխատանքային օր ֆոնդերի արժեքները փոխվում են։ Սրանից պետք չի վախենալ, մեր խնդրանքը մեր մասնակիցներին ու նաև այդ 22 թվականի հիմնական մեր խնդրանքը նա էր, որ պետք չի կենտրոնանալ կարճաժամկետ արդյունքների վրա, իսկ մի երամսյակը, նույնիսկ մի տարին կենսաթոշակային ֆոնդերի դեպքում հավատացեք, որ կարճաժամկետ է, պետք է նայել ավելի երկար ժամանակահատվածում, ու եթե այդպես նայում ենք, մենք այդ բազմաթիվ շոկեր, որի մասին խոսացինք, դրանց միշտ հաջորդել են առնվազն այս վերջի 12 տարվա պատմությունը դա է փաստում, աճի ավելի երկար ժամանակահատվածները, եւ այսօր կենսաթոշակային ֆոնդերի արժեքները պատմական առավելագույն մակարդակներին մոտ են գտնվում կամ հենց առավելագույն մակարդակում են գտնվում, ասածս նա է, որ պետք չի կենտրոնանալ, եթե նույնիսկ որևէ երամսյակ բացասական արդյունք կլինի, դա միգուցե նաև հնարավորություն է, որպեսզի կենսաթոշակային ֆոնդերը ներդրումներն ավելացնեն այդ արժեզրկված ակտիվներում, որոնք հավատում են, որ աճի պոտենցիալ ունեն, եւ ավելի բարելավել հետագա տարիների եկամտաբերությունը, ինչպես տեսնում ենք 23, 24, 25 թվականների համար։ Հիշում եմ նաև ձեր խոսքը, երբ ներկայացնում եք համաժողովի ժամանակ, որ առաջին անգամ եք տեսնում, որ Ամունդի խմբի կողմից ներկայացվող կանխատեսման մեջ 30%-ը գնահատվում էր ճգնաժամային սցենարը, հա, 60%-ը լավատեսականն էր, 30%-ը ճգնաժամայինը, ինչքանով է իրավիճակը այսպես սահմանային, հա, կրիտիկական, ըստ ձեզ։ Տեսեք, հա, իրականում 30% ունենալ անկման սցենար, դա բավականին բարձր ցուցանիշ է։ Սա մի բանի մասին է խոսում, պետքա առավել քան երբևէ պետքա դիվերսիֆիկացնել ներդրումները, եւ մենք հետեւողականորեն ամեն օր, ամեն պահի այդ աշխատանքը կատարում ենք։ Դիվերսիֆիկացիան առանցքային է, որը պետքա հետեւողական տարբեր շուկաներում, տարբեր արժույթներում իրականացվի։ Միակ լուծումը դա է։ Մենք այս նոր երևույթը, որ տեղի է ունենում այս աշխարհաքաղաքական, իրան անվանում ենք Ամունդին անվանում է վերահսկվող խառնաշփոթ։ Այս process-ը կարող է որոշակի ժամանակ դեռ շարունակվի, մինչև շուկան նոր կարգը հաստատվի եւ շուկան կայունանա, ավելի բարդ այս հավասարակշիռ մակարդակը գտնի եւ կայունանա դրա շուրջ։ Այս ընթացքում երևի կրկնվում եմ, պետքա առավել քան կարևոր է դիվերսիֆիկացնել ներդրումները։ Դուք դա հենց 2026-ին եք սպասում, թե ժամանակային առումով մի քիչ դժվար կլինի ասել, բայց տեսնում ենք, որ process-ը սկսվել է, process-ը շարունակվում է, թե երբ հանգուցալուծում եւ ինչ տեսքով դա կլինի, մի քիչ դժվար է հիմա ասելը, բայց կարող ենք պատրաստ լինել դրան մեր ներդրումները ճիշտ իրականացնելով, որպեսզի բացասական արդյունքները երբեմն հնարավոր չի խուսափել, բայց գոնե դրանց
բացասական արդյունքները փորձենք նվազագույնի հասցնել մեր կենսաթոշակային ֆոնդերի վրա։ Գեոպոլիտիկա, AI, ուրիշ ինչ տրիգերներ են։ Կարող եմ ասել, երևի այդ երկու թեմաներն են հիմա, որ շատ արդիական են, աշխարհաքաղաքականություն, որը ամենուր է այս պահին, եւ արհեստական բանականություն։ Երկու հիմնական թեմաները եւ իհարկե եթե փորձեմ երրորդն էլ ասել, դա արդեն կարծում եմ ֆիսկալ քաղաքականություն, պարտքի մակարդակ, կենտրոնական բանկերի քաղաքականություն, գնաճ եւ արդեն տնտեսական բլոկը։ Եվ ինչպես է պետք է դիվերսիֆիկացիան ապահովել, հա, այս պայմաններում։ Ինչ գնել հիմա, որ ինքը որ մեղմենք մեր պորտֆելը։ Բաժնետոմսերի տեսանկյունից, օրինակ մենք ինչպես նշեցի, ավելի եվրոպական զարգացող երկրներ, մի քիչ ավելի հիմա պորտֆելը սկսել ենք արդեն տեղափոխել, ավելի կենտրոնացնել այդ հատվածներում, եվրոպական շուկաներ, զարգացող երկրներ, պետք է ընտրել որակական ընկերություններ, շատ կարևոր է ընկերություններ ընտրելուց, որոնք ունեն լավ balance sheet, solid հիմնարարներ ունեն այդ ընկերությունները եւ կարող են օգտվել AI-ի ինձառած արհեստական բանականության ինձառած հնարավորություններից։ Այդ ոլորտը եւս այդ ընկերությունները հատկապես շատ կարևոր են, այնքան պետք է սելեկտիվ լինել, հաջորդ կարևոր մեսեջը դա կլինի, որ պետք է սելեկտիվ լինել, պետք է ընտրել բարձր quality company ասում են, բարձր որակ ունեցող ընկերությունների, որոնք լավ կապիտալացված են, լիկվիդ են եւ պատրաստ են դիմակայել շոկերին, եթե ի հայտ կգան, բայց միևնույն ժամանակ կարող են օգտվել նաեւ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններից։ Շատ հետաքրքիր ժամանակներ են։ Այո։ Եվ վերջին հարցը, որն է եղել կամ դեռ պետք է լինի այն ամենակարևոր ներդրումը, որ դուք արել եք ձեր կյանքում։ Կարող է լինել ֆինանսական կամ ոչ ֆինանսական։ Եթե ես փորձեմ հարցազրույցի շրջանակներում պահել հարցի պատասխանը, ես միշտ ասել եմ, որ տեսնելով ու թիմում եւ տարբեր առիթներին միշտ ոնց որ այդ ասում եմ, երիտասարդներ, նույնիսկ մանկուց միշտ նախանձել եմ այն եվրոպացի կամ արտասահմանցի մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր իրենց կենսաթոշակային տարիքում սկսել են ճանապարհորդել, Հայաստանում ենք շատ տեսնում այդ մարդկանց, բավականին տենց ակտիվ, ուրախ, ու ոնց որ իմ մոտ այդ ու մեր շատ թիմակիցների մոտ, բոլորի մոտ ես կասեի, այդ իղձ այդ մեծ ցանկությունը կա, որ մենք պետք է այնպես անենք, որ մեր այսօրվա երիտասարդները, որ վաղը դառնալու են կենսաթոշակավորներ, եւս կարողանան իրենց թույլ տալ նման կյանք ունենալ, ճանապարհորդել, դա շատ մեծ գաղափար է, որ մեր թիմում կա։ Ու մենք դրա շուրջ բոլորս համախմբված այդ նպատակին գնում ենք։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։